Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Նայում էի ինտերնետում, տեսա Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, աչքս ընկավ, մի քանի հատը կարդացի ու զարմացա, թե Հայաստանի կյանքում այն թվականներից մինչև այսօր ոչինչ փաստորեն չի փոխվել։ Մի քանի հատ նայեցի Չարենցից, նորից զարմացա, որովհետև մարդիկ այն ինչից բողոքում էին այն ժամանակ, դեռևս առկա է մինչև հիմա փաստորեն։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ժողովրդի կյանքը այսքան տարիներ բոլորովին չի փոխվել։ Դա մեզ ինչ է հուշում։ Ղեկավարները եկել գնացել են, ամեն ինչ փոխվել է, բայց ժողովրդի կյանքը նույնն է, գանգատը նույնն է, ցավը, ամեն ինչը նույնն է մնացել։ Չի փոխվել ոչինչ։ Կուզեի ձեզ համար արտասանել մի քանի բանաստեղծություններ Հովհաննես Թումանյանից, որ կարդացի հիմա, և կիսել ձեզ հետ։ Ես կարծում եմ, արվեստը, մշակույթը հղկում է մարդուն, մարդու հոգին, դարձնում ավելի նրբագեղ, գեղեցիկ մտքեր առաջացնում, գաղափարներ և այլը։ Ես գիտեմ, որ դա օգտակար է մարդկանց։ Տեսել եք ինչպես են երգերը, բանաստեղծությունները քաջալերում զինվորներին, մարդկանց, այլ տեսակի բանաստեղծությունները այլ ուղով քաջալերում, այլ գործերով զբաղվող մարդկանց և այլը։ Մի խոսքով չբացատրեմ, ինքներդ էլ դա լավ գիտեք, և գնացինք այսպես առաջ։ Այսօր միայն Հովհաննես Թումանյանից։ Այդ ինչ սրտամաշ տխրություն է քեզ, պատել հայրենի գեղեցիկ աշխարհ։ Մինչև երբ պիտի չարչարվես այդպես տառապանքներով, առանց մխիթար։ Իմ հայրենիքը տխուր է, տխուր, ուր աչք եմ դարձնում տխուր ավերակ։ Ամեն տեղ միայն ցավալուր, հեծության ձայներ, երկչոտ, աղաղակ, թե երկրագործն է հորով էլ կանչում, թե մայրը որդուն օրորք է ասում, թե հովիվն իրան սրինգը հնչում, մի հուսակտուր հառաչք եմ լսում, աշխարհից, մարդուց հույսերը կտրած, գանգատվում է նաև ցավից տնքում, կյանքից զզված, սակայն դեռ չապրած, հանգիստ է խնդրում հեռու երկնքում։ Միթե տրտմության թախիծը այդպես խեղդեց նրա մեջ ապրելու հույսը, միթե այլևս նա չի երգելու իրան պապերի երգած խրախույսը։ Մինչև երբ պիտի մարդիկ կատաղի, արցունքով հայի կերածը թռչեն, և երկար պիտի մեռելաթաղի տաղերով ագահ ցերբերներ շրջեն։ Միթե դեռևս անսիրտագարը ամեն ավերակած վերա պիտի շխե, անարգե պղծե մեր սուրբ տաճարը, անարժաններին շնորհներ բաշխե, և չարագուշակ մտքերով հուզված, քաշվում եմ մտնում մի խաղաղ անկյուն, և երկար անշարժ և խորասուզված, հածում եմ նրա ցավերում անհուն։ Ավելի խորը, ավելի հեռու, միտքս ինձ առնում թռցնում տանում է, թռչում է հանկարծ ծանր հառաչանք, և սիրտս կարծես հանգստանում է։ Հեռացրեք նրան Աստծո սեղանից, որ չափական է մեր սրբությունը, ազատ պահեցեք անսուրբ բերանից, վարդանի պաշտած Աստծո անունը, ավարարությամբ զորացած բասկով թող նա չկրե մականը մեծի, և շահախնդիր կաշառված խոսքով կանգնի քարոզիչ փրկության գործի, թող չկատարեն հաշտ ու պատարագ սեղանակապուտ անարժան ձեռքեր,
ոչ նվիրական կամարների տակ անզգա սրտից վերանան երգեր, և թող քարկոծվի ով որ անգիտակ մարդկային կյանքի վսեմ խորհրդին, կհամարձակվի հայոց հարկի տակ քարոզել հովվել այս ժողովրդին։ Այս բանաստեղծությունն էլ երևի թե կսազեր բոլորին, որովհետև գիտեմ, որ բոլորն էլ ինչ-որ մի ցավով տառապում են, տանջվում են, անհանգիստ են։ Թե հոգնել ես հաղթահարված, կյանքի անվերջ հոգսերով, թե տանջվում ես արհամարված բոցավառվող քո սիրով, թե կյանքի մեջ միջար դիպված, միամոտ է քեզ ճնշում, թե չարաչար հիասթափված կյանքն ատում ես ու գարշում, լավ իմացիր, ողջ անօգուտ, պիտի հուզեն միմիայն քեզ, մի սպառիր ուժը հոգուդ մտածմունքով կարճատես, հանգիստ եղիր, աղոտ կարա, անհիշաչար եղիր միշտ, թող քո լացով չուրախանա քո թշնամին ամբարիշտ, կյանքի ցավը, բախտի խաղը, ատելությունն անմտի, հավատացիր երբեք չարժեն վրդովմունքին քո սրտի, և այդ սիրտը քեզ չի տված, որ դու մաշես ամեն օր, այնտեղ պիտի ապրի Աստված, ոչ թե ցավեր նորանոր։ Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում, ծանր վեհությամբ իջած երկնքից, այստեղ սրբազան մի շունչ է բուրում, որ վեր է տանում մեզ այս աշխարհքից, մի շունչ, մի խորհուրդ, մեծ, հրաշալի, խառնված հայոց մեր խորունկ հոգուն, և որքան դարեր են գալի, մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն։ Այս էլ Եվրոպային միանալու մասին երևի թե կսազեր։ Երեք խելոք, մի հին տաշտով, ավելն առան, մտան մեծ ծով, թե տաշտակը շատ դիմանար, իմ հեքիաթն էլ կլներ երկար։